Գթություն եմ ուզում եւ ոչ թե զոհ։ Այս բառերով է Հիսուս պատասխանում փարիսեցիներին, երբ նրանք քննադատում են նրա աշակերտներին, որոնք շաբաթ օրը ցորենի հասկեր են պոկում եւ ուտում։ Ինչ արագ ենք մենք ուրիշներին դատելու մեջ։ Փարիսեցիները տեսնում են քաղցած մարդկանց, որոնք ուտելիք են փնտրում շաբաթ օրը, սակայն նրանց առաջին միտքը քաղցած մարդկանց մասին չէ, այլ օրենքի։ Նրանց սրտերը փակ են ամենակարևորի մարդկային կարիքների հանդեպ։ Հիսուս Քրիստոս հեղափոխական մի միտք է առաջարկում եւ առաջ բերում, ասելով գթությունը ու ողորմությունը ավելի բարձր են ծիսական ճշգրտությունից։ Մարդու կարիքները առաջնահերթ են կրոնական կանոնների խիստ պահպանումից։ Սա չի նշանակում, թե Աստծո պատվիրանները նշանակություն չունեն։ Չի նշանակում նաև, որ մենք պետք է օրինազանց լինենք, ընդհակառակը։ Բայց օրենքը պետք է ծառայեցնել մարդուն, կյանքին, այլ ոչ թե հակառակը։ Այսօր էլ ապրում ենք այս լարվածության մեջ։ Հանդիպում ենք մարդկանց բարդ իրավիճակներում, եկեղեցու առջև կանգնած կարիքավոր մարդկանց, սխալ գործած մեր գործընկերներին կամ բարեկամներին, այն հարևանին, ով այլ կերպ է ապրում, քան մենք, կամ բարեկամին, որ համախոհ չէ մեզ հետ։ Որն է մեր առաջին արձագանքը՝ գնահատել եւ դատել, թե հասկանալ եւ օգնել։ Եսայի մարգարեն խիստ զգուշացնում է. միայն արտաքնային արտահայտված հավատքը լավ չէ։ Այդ զոհաբերությունը եւ ծեսերը առանց իրական աղոթող սրտի զզվանք են Աստծո համար։ Իսկ Պողոս առաքյալը մեզ հիշեցնում է, որ մենք մեղքի ծառաներ չենք այլևս, այլ կոչված ենք ազատության, մի ազատության, որի մարմնավորումը սիրո մեջ է։ Հիսուս Քրիստոս ցույց է տալիս ճանապարհը դեպի այդ ազատություն։ Երբ տառը եւ հոգին հակասության մեջ են, պետք է որ սերը հաղթի։ Երբ կանոնը բախվում է կարիքին, Աստված ընտրում է գթությունը։ Շաբաթը մարդու համար է, ոչ թե մարդը շաբաթի համար։ Սա մեզ համար ազատարար մի ուղերձ է։ Մենք պետք է դադարենք անդադար ուրիշներին դատելուց, փոխարենը նայենք մեր մերձավորին Հիսուս Քրիստոսի աչքերով։ Ինչ է պետք իմ դիմացինին, ինչը նրան հարկավոր իր հոգևոր եւ ֆիզիկական փրկության համար։ Ինչպես կարող եմ օգնել, աջակցել, մխիթարել։ Գթությունը թուլության նշան չէ, այլ աստվածային ուժի դրսևորում։ Այն բացում է դռները այնտեղ, որտեղ օրենքները պատեր են շարում։ Այն կամուրջները գցում այնտեղ, որտեղ դատողությունները փոսեր են փորում։ Եկեք ուրեմն այս եկող շաբաթվա ընթացքին գիտակցաբար փնտրենք այն պահերը, երբ կարող ենք գթությունը դնել ճիշտ լինելու, իրավունք ունենալու մեր ցանկությունից առաջ, որովհետև ի վերջո մեզ չեն դատելու այն բանի համար, թե ինչքան ճիշտ պահեցինք կանոնները, այլ որքան մեծ է եղել մեր սերը մեր մերձավորի հանդեպ։ Աստված օրհնի ձեզ։